Չէ, իրոք արդեն ամեն ինչ նորմալ է, արդեն հանգիստ եմ զգում ինձ, բայց շատ էի լարվել էլի, ամբողջ օրը լարված անցավ ընտրությունները, ամբողջ օրը փորձում էի ապացուցել, որովհետև հանձնաժողովում նախ 3 դեռ առաջին անգամ եկավ քարտուղարը, առաջին նիստին չէր եկել, երկրորդին եկավ քարտուղարը ՀԱԿ-ն էր ներկայացնում, Հայ ազգային կոնգրեսը, տարիքով մարդ էր, սկզբում նորմալ դուխով մարդու տպավորություն էր թողնում, բայց հետո նախագահի հետ, հանձնաժողովի նախագահի հետ երկար զրուցելուց հետո, առանձնազրույց ունենալուց հետո ընդամենը ինձ հասցրեց առանձին ասի, որ զգուշ եղնեմ շատ ապասնի տեղամասա ու այսօր չներկայացավ նիստի։ Ընտրատարածքայինը նշանակեց քարտուղար, բայց ստացվեց նենց, որ ընտրատարածքայինի նշանակած քարտուղարը չգիտեք ինչի առավոտ 7-ին արդեն եկել էր, էլի ոնց որ իրանք գիտեին, որ չի գալու ու ինքը 7-ից ընդեղ էր մեր հետ էր։ Այդպես քարտուղարը չեկավ ու մնացի ես մենակ հանձնաժողովի կազմում, ով ընդդիմադիր էր, եւ Բարգավաճ Հայաստանի եւ Դաշնակցություն կուսակցության ներկայացնող անդամները պաշտպանում էին բացահայտ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բացահայտ էին պաշտպանում, ես դա կարող եմ փաստել ամեն ձևով։ Ու այդ մենակ ելնելով ու նաեւ ինձ հետ իհարկե վստահված անձ կար, բայց վստահված անձը քվեարկությունների ժամանակ հետո նման վիճահարույց հարցերի ժամանակ մի քիչ իրավունքները իր ավելի սահմանափակ են, դրա համար եմ ասում մենակ ելնելով ամբողջ օրը շատ լարված, ծայրահեղ լարված պահեցի, փորձում էին անընդհատ ուղեկցողներ դնել, ես փորձում էի անընդհատ գրանցել ու հետո իրանք որ մի 30 հոգու գրանցեցին որպես ուղեկցող, դրանից հետո հասկացան, որ անօգուտ է ու էլ ուղեկցողներ չեկան, այդ մի հարցը այդպես կարողացա ոնց որ լուծել։ Նրանից հետո երբ որ եկավ քվեաթերթիկները մինչև քվեաթերթիկները հաշվելու պահը մեզ առաջարկեցին ճաշել ընտրությունների ավարտից հետո հրաժարվեցինք սկզբում, հետո վստահված անձը ժառանգության ասավ, որ ինքը մեկա չի ուտելու, ես գնացի իրանց հետ։ Գնացի ինքը մնաց քվեախցիկի մոտ, որովհետև ես չէի վստահում էլ, որ մտածում էի մեզ տանում են մի կողմ, որ քվեախցիկի հետ ինչ-որ բան։ Այդպես կշարունակենք հետո, թե շարունակենք հիմա։ Մենք սենց լավ հետո կշարունակենք էլ։ Սա լալակասի, նրանք ինքան մեզ խոսք են գելու։ Հասանք նրան, որ հաղթելու կազմ։ Հա, տանում էին ճաշելու։ Մեզ տանում էին ճաշելու, վստահված անձը, որ ինձ համոզեց, որ ինքը հաստատ չի ուզում ճաշի ու քվեախցիկի կողքը աթոռ դրեց նստեց, ես գնացի մի փոքր հետա իրանց հետ հաց կերա, հետ եկանք քվեարկությունը, այսինքն այդ ընթացքում իրանք չհասցրին ոչ մի բան անեն, բայց այդ ընթացքում էին պատրաստվում ինչ-որ բան անեն, ես զգացել էի։ Հետո որ հետ եկանք, բացեցինք քվեատուփը, խառնաշփոթ էր տիրում ու եկան լրագրողները, կարծեմ A1+-ից։ Եկան լրագրողները, ամեն ինչ հանգստացավ։ Հետո որ լրագրողները մի ժամ արդեն անցել էր, մեր Ռաֆի Հովհաննիսյանի ձայները ավելի շատ էր, լրագրողներին հարցրեցին մնալու են մինչև վեր, լրագրողները հենց ասին մնալու ենք, մնաց այդտեղ քարտուղարը, մեկ էլ մի անդամ մնացածը գնացին, երևի իրանք առանձին խորհրդակցությունների սենյակում էին, գնացին այնտեղ հետ եկան, այդ ամեն ինչը դասավորած ու իրանց անդամների մեկը այդ կողքը նստեց ու անձնագիր կորցրած մարդը սկսեց մեր դուրը ջարդել, չգիտեմ ինչով։ Հաստատ դա ձեռով ինքը չէր կարող տենց խփեր, որ տենց շուխուր գարել։ Տենց սկսեց ջարդել ու մենք որ բոլորը բնականաբար թեքվեցին, որովհետև ոչ մեկս չէինք սպասում դրան, էլի որ կարող տենց լներ լրագրողների ներկայությամբ իրանց տենց բան թույլ գտային։ Տենց բոլորը շրջվեցին, կամերան բան շրջվեց ու հետ վերադարձանք, տեսանք, որ արդեն ոչ թե Ռաֆի այդ բանը կապոցնա շատ քվեաթերթիկների, այլ Սերժ Սարգսյանը քառակի շատ մի անգամից էլի այդ պահին տենց սկսեցինք վիճել մեր վստահված անձը ժառանգության ասեց ինչ անեմ երևի խորհրդի կարգով էլ դե օրվա ընթացքում տեսել էր որ ես անընդհատ պայքարում եմ երևի խորհուրդ հարցրեց ասի գրեք արձանագրություն մատյան ուզեք գրեք նախագահից պահանջեց նախագահն ասեց հետո կտամ հիմա գործ եմ անում ասեց հիմա գործ եմ անում հետո կտամ նորից ուզեց նորից ու ես արդեն միջամտեցի ասի խնդրում չէ գնամ Վանաձորցիներին ճանապարհեմ տուն հա հետո ես միջամտեցի պահանջեցի որ տրամադրի չտրամադրեց այդպես փոքր վիճաբանության բռնվեցինք նաև ես ու նախագահը իհարկե ես
ամբողջ ընթացքում, ամբողջ ընտրությունների ընթացքում փորձել են իրանք միշտ փորձել են սահմանը անցնել, այսինքն դուրս գալ այդ միջանձնային հարաբերությունների կարգավորման, որից ես խուսափել եմ, որովհետև դա ինձ այս պահին ձեռնտու չէր էլ, ինձ այս պահին ձեռնտու էր, որ ես օրենքով այդ հարաբերությունները կարգավորեմ, որովհետև այլ տարբերակ չունեի, ես մենակ էի, իրանք մի 10 հոգուց ավել են։ Տենց ես տոն չտվեցի ոնց որ մեր մեջ կոնկրետ անձնական վիճաբանություն լինի, բայց ամենայն դեպս պահանջեցի, մերժեց նաև իմ պահանջը։ Ես հայտարարեցի այդ ամեն ինչը նկարանել է Ամեկ Պլյուս հեռուստաընկերությունը։ Այսինքն այդ պահը, որ դուռը թակելուց հետո ինչ որ եղել է, այդ ամեն ինչը նկարահանվել է։ Հետո ես պահանջեցի, այս Լեո փողոց ենք գնում։ Համարյա մեզ դե։ Հա, սենց ենք գնում, գիտեմ դա համարում ես։ Հետո իմ պահանջը որ չբավարարվեց, ես զանգահարեցի գրասենյակ, մի խոսքով ասի ինչ-որ մեկին գրասենյակի պատասխանատուներից կամ ինչ-որ մեկը, որ իրավասու է, շտաբ տեղեկացրեք, իմ համարը տվեցի, անունս տեղամասս, ասի շտաբ տեղեկացրեք, որ ծայրահեղ վատավիճակը, դուրս ենք եկել առճակատման, ու սպասում եմ զանգի, չանցած մի րոպե մամիկոնը զանգեց։ Մամիկոնը զանգեց, տեղեկացրին ինչա վիճակը ու ասեց գալիս ենք։ Մամիկոնը ասեց ես եմ գալիս, հետո նոր Դավիթը զանգեց, ասավ մենք արդեն հասնում ենք։ Ես չգիտեի որ դուք եք գալիս էլ, ես գիտեի ես մամիկոնին էի սպասում կոնկրետ, որտեղ մամիկոնն ասել էր գալիս։ Տենց դրանից հետո էլ լարվածությունը իհարկե չանցավ, մինչև վերջի պահը, մինչև հասավ նրան, որ գիտեք, ինձ սպասացրին ամենավերջի մարդը դուրս եկա ես տեղամասից, որովհետև չէին տալիս քաղվածք։ Նու օրենքի շրջանակներում չէին տալիս, բայց թե ամենայն դեպս դա լարվածությունից էր գալիս, էլի ոչ թե իրանք տենց սիրում են անում։ Բայց հիմա հավա։ Այսքանը, հա։ Վերջ։ Ով է։ Շատ խոսացի չէ ժողովուրդ։ Ինչը։ Ես էլ տեկա։ Դե ասա։ Աբրահամյան Հովանես 9-6 ընտրատարածքում վստահված անձ էի։ Հենց առաջի րոպեներից երբ մուտք գործեցի ընտրատարածք, բարեհամբույր իհարկե ընդունեցին, սակայն գործունեության ընթացքում հենց սկսեցին գործունեությունը, փորձեցին խոչընդոտել եւ բավականին շատ խոչընդոտներ ստեղծեցին։ Անիմաստ կանչում էին դուրս, երկար ժամանակով փորձում էին ինձ ինչ-որ հարցերի շուրջ խոսել, քննարկել եւ ամեն կերպ փորձում էին, որպեսզի կոնկրետ ընտրացուցակներից ինձ հետ հեռու պահեն, քանի որ հիմնական թիրախը ոնց հասկացա ընտրացուցակներն էր եւ փորձում էի ուշադիր լինել։ Իհարկե կային անձինք, որոնց հետ համագործակցեցինք մասնավորապես Հայ ազգային կոնգրեսից, փորձեցինք աշխատել թիմային աշխատանքով եւ ինձ թվում է ստացվեց, արեցինք մաքսիմալ, որպեսզի փորձենք գոնե ինչ-որ չափով ընտրակեղծիքների դեմ պայքարենք։ Իհարկե շատ բարդ էր տվյալ տարածքում քիչ աշխատելը, քանի որ այնպիսի դրություն էր տարածքում տիրում, որ բոլորը բոլորին ճանաչում էին, բոլորը բոլորին գիտեն եւ ոչ մեկ չէր ուզում ինչ-որ ձևով վատամար դուրս գալ մյուսի առջեւ եւ ոչ մեկից ոչ մի բան չէր լինում իմանալ, պարզել։ Սակայն էլի կրկնում եմ թիմային աշխատանքի արդյունքով, պայքարի արդյունքում հասանք մեր ուզածին։ Երևի այդքան է, շնորհակալություն։ Մեծ դժվարությամբ, բայց երևի հասանք։ Հույս ունենք, որ գոնե այսքան չարչարանքը, այսքան պայքարը կտա իր արդյունքը ու այս անգամ էլի գոնե Հայաստանում իրոք կլինի ընտրական հեղափոխություն։ Ու այնքանով ենք մեզ հանգիստ զգում, որ մեր լուման ներդրեցինք այս պայքարում, այս լուսավոր գործում, ու ինձ թվում է արեցինք դա։ Իսկ եթե դեմքներդ փոխեք ու նորմալ շփտան։ Լավ ուրախ եք։ Հիմա կարելի է։ Արդեն հա։ Առավոտվա 7-ից ուրիշ դեմքով Ուզում վաղը ավելի լիաթոք կժպտանք, որովհետև ընտրությունների վերջնական արդյունքները կփաստեն։ Արդեն կկարողանանք իրար լիարժեք շնորհավորել ու կիսել այս ուրախություն իրար հետ։